ինքը իր սովորության համաձայն մեկ-երկու անգամ ինքնատիրապետում կորցրեց, բայց մինչ այսօր սպանապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եռաբլուրում էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, եւ խնդրում եմ էլի լսեք ինչ է ասում այս մարդը։ Նախ ինքը ցնցված է ըստ էության, ցնցված է ասելով, որ Նիկոլ Փաշինյանը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում։ Նիկոլ Փաշինյանի հոյակապ արտաքին քաղաքականության հետևանքով Արցախը մոտ 1 տարի լինելով շրջափակման մեջ, որևէ իրենց այսպես կոչված սիրելի արևմտյան գործընկերները որևէ հայտարարությամբ անգամ հանդես չեկան։ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետևանքով է, որ այսօր Հայաստանը այս ծանրագույն վիճակում է, որի տարածքներից սուվերեն սահմաններում են ներխուժել ադրբեջանցիները, եւ ինչպես այսօր ձեր կուսակից ընկերը ասաց, Արտուր Խաչատրյանը ասում է, հեսա սովածանալու ռադները քաշեն, չկա որևէ նման նախադեպ։ Խնդրեմ այս մասը, Սասուն Միքայելյանին ինչ ունեք ասել։ Գիտեք ինչ, ես իհարկե կարող եմ համաձայնվել Սասուն Միքայելյանի հետ այն հանգամանքում, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին հոյակապ քաղաքականություն է վարում, եթե ես հասկանամ, որ ինքը մտածում է, որ այդ Նիկոլ Փաշինյանի նպատակը որն էր։ Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը ի սկզբանե իշխանության գալուց Արցախը հանձնելն էր, եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը հայոց սուվերեն ինքնիշխան տարածքները, սահմանները այսօր ադրբեջանական զորքով լցնելն էր, այո, իհարկե, այդ նպատակին հասնելու համար նա հոյակապ քաղաքականություն է վարել, արտաքին, ներքին, ամեն ինչ արել է, որ այդ նպատակներին հասնեն։ Եվ այս պարագայում, այո, ես համաձայն եմ Սասուն Միքայելյանի հետ, եւ ես մտածում եմ, որ եթե ինքը Նիկոլ Փաշինյանի նման քաղաքականությունը համարում է հոյակապ, նշանակում է իր համարել իր քաղաքական գործունեության նպատակ այդպիսին է եղել։ Եթե իրենց նպատակ, իրենց քաղաքականության Արցախը հանձնել են, իրենք այդ նպատակին հասնելու միտված հոյակապ քաղաքականություն են վարել։ Այստեղ արժեքների գնահատում կա, եւ ես միշտ եմ ասել եմ ու ասելու եմ ու անընդհատ չեմ դադարելու կրկնելուց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է կոնկրետ ծրագրով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու, Արցախը հանձնելու եւ հայոց երկրի Հայաստան աշխարհի ինքնիշխանությունը, սուվերենությունը իջեցնելու մինչև Շրիշակի մակարդակ, մինչև ադրբեջանական վիլայետ դառնալու մակարդակ, այնպես որ այդ առումով նրանք իրենց պատկերացումներով այո հոյակապ քաղաքականություն են վարել։ Սասուն Միքայելյանը 2018-ին դեմահարթակում գոռում, այս հեղափոխությունը շատ ավելի Այո։ Արցախյան գոյամարտը։ Ով է այս մարդը ի վերջո, իսկապես գնալ եռաբլուր եւ այսպիսի հայտարարությամբ փոխել եռաբլուրն ու նույն սպարապետի հիշատակը եւ մեր հազարավոր Գիտեք ինչ, այդ մարդիկ այնպիսին են, որ նրանք չեն մի հատ դիմակ ամեն օր, ամեն ժամի, որ պահին ինչ պետք է, դիմակը հագնում են այդ պահին, դիմակը հագավ գնաց եռաբլուր, բայց այդ դիմակը հանեց ուրիշ բան խոսեց, հասկանում եք, այդ մարդիկ սկզբունքային որևէ մոտեցում որևէ հարցի վերաբերյալ ցույց չեն տալիս, եւ եթե ցուցաբերում են սկզբունքայնություն, ապա այդ սկզբունքայնությունը միայն Հայաստան աշխարհը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու մեջ է, ուրիշ ոչ միտեղ նրանք սկզբունքայնություն չեն ցուցաբերում, եւ այդ նման ուրացությունը իր ընկերների, իր զինակից ընկերների պայքարի արդյունքում ձեռք բերած Արցախը Թուրքին հանձնելու ուրիշ ոչինչ չունի, քան դավաճան անվանումը։ Ուրիշ ոչինչ ես չեմ կարող նրան ասել եւ չեմ էլ ուզում անկեղծ ասած նման դավաճանների մասին այդքան խոսել, որպեսզի հանրությունը պետք է իմանա նրանց դավաճան տեսակը։ Այո, հանրությունը պետք է ճանաչի նրանց դավաճան տեսակը, բայց հանրությունը պետք է նաեւ նրանց դավաճանի նման վերաբերվի եւ այնպես վերաբերվի, որ մեր սերունդները նրանց հիշեն որպես դավաճան եւ ոչ թե որևէ քաղաքական գործիչ, այնպես որ ինչ ասեմ։ Շատ լավ։ Նյանը մի քանի անգամ այսպես է պոդկաստ այն իրականության մեջ, որ ռումբերը պայթում են մեր հարևան բարեկամ Իրանը պատերազմի մեջ է եւ իմիջիայլոց այսօր նաեւ տեղեկություն եկավ։ Նախիջևանում էլ է արդեն այո Իրանը Ադրբեջանի հետ հայտարարություն է եղել Ադրբեջանի բնեի կողմից։ Նախ այս մասով եթե ասելիք ունեք Իհարկե։ Գիտեք, պերաշկու իրականության մեջ է այդ կոնտեքստում է այն ամեն ինչը, ինչի մասին դուք հարցրեցիք։ Տեսեք, ինչ ունենք մենք այսօր։ Մենք ունենք հենց մեր երկրի, հենց մեր սահմաններին կից
միջազգային խոշոր պատերազմ, երբ աշխարհի բոլոր երկրները, բոլոր խոշոր թե մեծ փոքր երկրները ներքաշված են հնարավորինս կամ շատ քիչ կամ շատ մեծ այդ պատերազմի մեջ եւ բոլորը լուրջ մտահոգություններ են հայտնում այդ պատերազմի վերաբերյալ, բոլորը լուրջ մտահոգված են այդ պատերազմի երկարաժամկետության վերաբերյալ, բոլորը լուրջ մտահոգված են դրանց հետևանքների վերաբերյալ, բայց պարզվում է, որ մեր իշխանությունը մտահոգության ոչ մի առիթ չի տեսնում։ Նա ոչ մի մտահոգություն չի տեսնում, որ մեր սահմանի, մեր ուղիղ հարևանը, մեր ուղիղ համագործակցող երկիրը, բարի դրասյական հարաբերություններ ունեցող երկիրը այսօր պատերազմի մեջ է եւ ընդամենը 1 մետր, 1-2 կիլոմետր այդ սահմանը հերիք է, որ այդ պատերազմը տեղափոխվի մեր երկիր։ Այս մարդն ասում է մենք անհանգստանալու ոչինչ չունենք եւ դեռ ավելին ինքը գովաբանում է իր եւ իր ԿՊ-ի վարքագիծը, երբ իրենք հենց այս օրերին սկսեցին ավտոբուսով ինչ որ քարոզարշավի դուրս գալ եւ ցուցադրաբար պերաշկի եւ կուկուրուզ ուտել։ Գիտեք, ինձ մոտ դեժավյու առաջացավ։ Ես մեխանիկորեն հիշեցի 20 թվականի մարտը նորից, երբ ամբողջ աշխարհը մտահոգ էր կոവിഡ്ի տարածումով, երբ ամբողջ աշխարհը բոլոր երկրները ամեն ինչ անում էին, որ իրենց երկիր այդ կոവിഡ്վիրուսը հնարավորինս քիչ մտնի, որ հնարավորինս քիչ տարածվի, որ հնարավորինս քիչ բարդություններ ու հետևանքներ առաջացնի իր երկրում, այս ղեկավարությունը, այս մարդիկ, հիշում եք, հանրահավաքներ էին սկսել մարտ ամսին եւ դեռ բացի են, որ հանրահավաքներ էին սկսել, այսպես գլուխ գովալով ասում էր կոവിഡ്ն ինչ է, որ մենք նրանից վախենանք, կոവിഡ്ն ինչ է եւ մենք կոവിഡ്ի դեմ կարող ենք պայքարել ընդհանրապես պինցետով եւ տնական օղիով եւ իր այդ հիմար ելույթների պատճառով այդ ոնց ասեմ դավաճան վերաբերմունքի պատճառով մենք 9-10 հազար զոհ ունեցանք միայն կոവിഡ്ի արդյունքում եւ այս մարդը այսօր այո դեժավյու է այս մարդը այսօր նույն վարքագիծն է դրսեւորում ամբողջ աշխարհում մտահոգված են պատերազմով, իսկ ինքը ասում է մենք ոչ մի մտահոգելու խնդիր չունենք, այո, մենք պետք է պերաշկի եւ կուկուրուզ ուտենք եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ պերաշկի ու կուկուրուզ ուտելով, այո, մենք ոչ միայն մենք անհանգստանալու կարիք չունենք, այլ դուք էլ անհանգստանալու կարիք չունեք։ Սա է նրա վարքագիծը։ Դե երևի ինքը անհանգստանալու կարիք չունի, որովհետև երևի իրեն թիկունքին կանգնած եվրոպական, ամերիկյան իշխանությունները խոստացել են ու ինքը հավատացել է, որ ինքը պետք է վերընտրվի եւ իշխանությունը գործնելու վտանգ չի տեսնում։ Երևի դա է իր չանհանգստանալու հիմնական պատճառը։ Հասկանում եք, սա երկրի նորմալ ղեկավարի վարքագիծ չէ, չի կարող որևէ երկրի ղեկավար այդքան անտարբեր լինել հենց ուղիղ իրեն կից պատերազմի նկատմամբ, երբ մտահոգություն չունենալ, երբ այդ պատերազմը ամեն րոպե կարող է նաև մեր երկրի տարածք մտնել եւ այսօր մենք արդեն լսեցինք, այո, Իրանը խփել էր, հրթիռակոծել էր նաև Նախիջևանի տարածքում օդանավակայան, Ադրբեջանի տարածքի վրա, այսինքն եւ բացի դա նա հայտարարել է նաև, որ իր հարևան երկրները, ովքեր կփորձեն որևէ տեղեկատվություն, որևէ աջակցություն ցուցաբերել Ամերիկայի նկատմամբ որևէ տեղեկատվություն հայտնել կամ նմանատիպ մի փոքր բան, ապա իրենք կստանան համարժեք պատասխան։ Եվ սա վերաբերվում է նաև առաջին հերթին մեզ։ Ես համոզված եմ, որ Իրանը առաջին հերթին նաև մեզ է դա ասել, որ որևէ մեկը չփորձի որևէ աջակցություն որևէ հարցում, թեկուզ ամենափոքր տեղեկատվություն տալու հարցում աջակցել Ամերիկային իր հարևան երկրներից։ Իսկ մենք այդ ամենահարևան երկիրն ենք Իրանի, որի ներսում կա ամերիկյան դեսպանատուն։ Միգուցե հենց դա է նկատի ունեցել իրանական ղեկավարությունը։ Փոխանակ մտահոգվի այդ հարցերով, ելի ինքը իր պերաշկիներ գովերքում, իր կուկուրուզներ գովերքում, հասկանում եք, սա անլուրջ մարդու տպավորություն, անլուրջ մարդու վարքագիծ է, եւ երբ որ մտածում ես, որ այդ անլուրջ մարդը մեր երկրի ղեկավարն է, ու ինձ ուրիշ բան չի մնում ասելու, քան ասեմ ողբամ զմես հայրենակիցներ ջան, մենք ուրիշ տարբերակ չունենք, որ քան սրանից ազատվելու։ Եվ եթե կարելի է հարց կա, քանի որ խոսեցիք այս իրականության մեջ ինքը այսպես ընկել է մարզերով տեսնել, կա տեսակ է, որ իրենք այլևս տիրապետում են սոցհարցումներին, ինչ տեսակ իրենց
վարկանիշը ընկած, դրա համար ընկել են այսպես արդեն մարզամարզ, քարոզարշավը դեռ չսկսած իրենք քարոզարշավներ են ըստ էության իրականացնում, բայց նաև մենք տեսնում ենք դուրը շրխկացնում ուղղակի իրենց դեմքին, այս մասը խնդրեմ ձեր տեսակետը։ Այո, իհարկե, իրենք շատ լավ ունեն սոցհարցումների պատասխանները, իրենք շատ լավ ունեն իրենց վարկանիշի գնահատականը եւ իրենք ցնցումների մեջ են այդ գնահատականը տեսնելիս եւ դրա համար են այս վարքագիծը գծում եւ այսօր ազգային ժողովում միգուցե նաեւ զուգադիպություն էր մենք քննարկում էինք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը լսում էինք այդ հաղորդումը եւ կոռուպցիայի վիճակն էինք ընդհանրապես քննարկում Հայաստանում եւ տեսեք դուք նշեցիք որ իրենք սկսել են անցնել Հայաստանի մարզերով եւ իրականում սկսել են քարոզարշավը Հիմա այստեղ կոռուպցիա չկա թե չէ, իրենք վարչական ռեսուրսի կիրառմամբ դեռ ընտրարշավի ժամկետները չհայտարարած մտել են քարոզարշավի սրանից մեծ վարչական ռեսուրսի կիրառում, սրանից մեծ կոռուպցիա իհարկե չկա։ Սա հենց կոռուպցիան է որ կա եւ երբ իրենց այդ հարցը դնում ես, այսպես հիստերիաների մեջ են ընկնում։ Այո, դա իրենք իրական Հայաստանի կոնցեպտը, որը իրենց քարոզարշավի հիմնական կոնցեպտն է, հա, այսօրվանից եւ ավելի վաղվանից շուտվանից սկսել են հանրության մեջ ներկայացնել։ Սա հենց կոռուպցիայի դրսևորում է։ Ինչ են անում այդ վարկանիշը մի փոքր բարձրացնելու համար։ Իրենք ինչ հնարավոր քայլերի ասես դիմեցին եւ դիմելու են եւ ավելի են խորացնելու։ Ես նշեմ դրանցից ընդամենը մի քանիսը, ասենք իրենք ըստ էության օրենսդրական փոփոխություններ արեցին եւ այդ օրենսդրական փոփոխություններով զրկելու են այն բոլոր դիտորդական առաքելություններին, ովքեր իրենց քիմքին հաճելի չեն եւ ովքեր կարող էին վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացներում եւ տեղամասերում եւ բնականաբար իրենք թողնելու են եւ լիազորագիր տալու են միայն այն կազմակերպություններին, ովքեր իրենց քիմքին հաճելի եզրակացություններ կայացնեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ընտրական գործընթացների վերաբերյալ։ Եթե իրենց պետք է դրական եզրակացություն, եթե իրենց պետք չէ, ապա բացասական եզրակացություն։ Սա մի օրենսդրական փոփոխության մասին ընդհանրապես։ Հաջորդ օրենսդրական փոփոխությունը նրանք տեսալսողական մեդիայի մասին օրենքը փոխեցին, որպեսզի բոլորի զրկեն այն բոլոր հեռարձակողներին, ովքեր կարող էին վերահսկողություն իրականացնելով ներկայացնել այս իշխանությունների իրական դեմքը ընտրական գործընթացներում իրենց իրականացրած կեղծիքները։ Նրանք այսօր քննարկում են կոռուպցիա, բայց կոռուպցիայի դրսևորում չէ, սիրելի հայրենակիցներ, թոշակառուներին ապրիլին հայտարարում են 10,000 դրամ ավելացում։ Գիտեք ինչ, եւ երբ որ մենք խոսում ենք ինչու ապրիլին, ինչու 10,000, ասում են, այ դուք դեմ եք թոշակառուի թոշակ բարձրացնելուն։ Սիրելի հայրենակիցներ, ոչ միայն մենք դեմ չենք, այլ ընդհակառակը պահանջում ենք, որ ինչու 10,000, պետք է ավել լիներ եւ այդ 10,000-ը նրանք չպետք է փորձեն ձեզ ներկայացնել որպես լավություն, նրանք պարտավոր էին այդ բարդը թոշակները բարձրացնել եւ այդ պարտականությունը կատարելու ճանապարհին իրանք կիսատ պրատ պարտականություն են կատարել։ Հիմա տեսեք 10,000 դրամով ավելացնում են ինչով, ոչ թե օրենքով, ոչ թե բյուջեի մասին օրենքում փոփոխություններ անելով, այլ կառավարության որոշումով։ Իսկ որտեղ է երաշխիքը, որ ընտրություններից հետո չեն գալու եւ ասելու կառավարության հիմա էլ հակառակ որոշումն է, պահուստային ֆոնդից էինք այդ գումարը տրամադրել, այլևս չեն կարող տրամադրել։ Եթե դուք ունեիք այդ գումարը, ինչու 25 թվականի դեկտեմբերին, երբ որ արդեն հաստատվում էր 26 թվականի բյուջեն, այդ տողը չմտավ։ Ինչու 10,000 բարձրացումը 26 թվականին հունվարից չսկսվեց։ Ինչու։ Չէ որ դուք ձեր ղեկավարը այսպես շատ այսպես հպարտորեն հայտարարեցիք, որ այո գումար ունեք եւ 3 միլիարդ պարգևատրում եք կառավարության անդամներին եւ դեռ ավելին հիմնավորում եք եւ բացահայտում եք այդ 3 միլիարդ պարգևատրության աղբյուրը, դուք հնչեցնում եք, դուք չէ, հենց Նիկոլը հնչեցնում է ազգային ժողովում հետևյալ միտքը, որ իրենք 0.0001% այն ամենի ինչ հետ են վերել նախկիններից, ընդամենը այդքանն են տվել տրամադրել իրենց պարգևավճարների, կառավարությանը պարգևավճարների, բայց ասեմ, որ այդ պարգևավճարները ստացել են միայն նախարարները, փոխնախարարները եւ երևի լավագույն դեպքում վարչության պետերը ու վարչապետ, փոխվարչապետները։ Հիմա եթե 0.0001%-ը 3 միլիարդն է,
Այդ նշանակում է իրենք տրիլիոններով հետ են բերել, բա եթե տրիլիոններով դուք 25 թվականին արդեն հետ էիք բերել ԱԱԳ-ին գումար նախկիններից, ինչ որ հեքիաթային թվեր են, բա 25 թվականի բյուջեի ներկայացման ժամանակ այդ ինչի եք լացում ու ասում թոշակառուի թոշակը չենք կարող բարձրացնել, բա փաստորեն խաբում էիք ժողովրդին։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, կարող է իսկապես հետ եք բերել ու ձեր մեջ է կարելի իրար մեջ բաժանել եք եւ չեք ուզում ներկայացնել ժողովրդին այդ հետ բերած գումարը, լավ է մեջ անեք, թե իսկապես դուք արդեն հասկանում եք, որ հեքիաթներով ու ստերով եք սնել ժողովրդին նախկինների թալանի ահռելի չափերի մասին եւ այսօր փաստի առաջ եք կանգնել, եթե կար այդ թալանը, եթե կա այդ թալանը հետ բերածը, ապա ինչու 10,000 դրամ եւ ինչու ապրիլից Ինչու չեք արել ավելի բարձր, չէ՞ որ դուք խոստացել էիք ավելի բարձր ավելացնել թոշակները։ Սա լրիվ կոռուպցիայի դրսևորում է։ Դուք թոշակառուի թոշակը չեք բարձրացնում, դուք թոշակառուին ընտրակաշարք եք ավելացնում։ Կրկնում եմ, թոշակառուին դուք ավելին եք պարտք։ Դուք ավելի շատ պետք է բարձրացնեիք այդ թոշակառուի թոշակը, ոչ թե այսպես ցինիկաբար հայտարարեիք, թե գիտեք, թոշակառուն ծախսել չգիտի, որ մենք 10,000 դրամ ավելացնենք, ինչ է անելու, նա չգիտի ոնց է ծախսելու, այդ ոնց եղավ, որ հանկարծ թոշակառուն սկսեց իմ հասկանալ, թե ոնց է ծախսելու, որովհետև դուք տեսաք ձեր վարկանիշը, ձեր սոցհարցումների արդյունքներում տեսաք, որ ձեր վարկանիշը շրիշակից ներքև է, դուք փորձում եք դրանով որևէ հնարավորինս մեխանիզմով մի քանի թոշակառուի որ ձեզնից հեռացել է հետ բերել, ոչ, թոշակառուն շատ լավ տեսել է ձեր պատրված դիմակները, դուք բացահայտել եք թոշակառուի առաջ ձեր դեմքը եւ թոշակառուն շատ լավ հասկանում է, որ դուք իրեն ընդամենը ընտրակաշարք եք առաջարկում եւ ոչ թե իրենց բարեկեցության մասին եք մտածում։ Սա է ձեր տեսակը եւ բնականաբար թոշակառուն ընտրությունների ժամանակ իր գնահատականը իսկապես տալու է։ Սիրելի թոշակառուներ, միշտ հիշեք եւ ես խնդրում եմ կարևորեք այս ասածը, որ դուք ընտրազանգվածի մեջ մեծ տոկոս եք կազմում եւ թույլ չեք տալու, որ այս ապիկար իշխանությունները վերընտրվեն եւ նորից ձեզ 4 տարի, 5 տարի հետո 5,000 կամ 10,000 դրամ թոշակ կբարձրացնելով ասել, որ տեսեք, մենք ձեր մասին մտածում ենք։ Այսօր խոսում ենք կոռուպցիայի մասին եւ իրենք այսպես հայտարարում են, գիտեք, կոռուպցիան երկրում արմատախիլ է արվել, իրականում արմատախիլ է արվել, հələ եկեք մի քանի, պարզապես մի քանի կոռուպցիոն դեպքեր նշեմ։ Հիմա կգանք, որովհետև 2 օր է ազդել, եւ այդ կոռուպցիոն դեպքերից նաեւ անհասին չէ, իր նախկին զուգընկերը, որ այլևս շատ Աննախնի հարց ուղղակի ճշտով, իհարկե ում էր հետաքրքիր, բայց Աննա Հակոբյանը հրապարակային հայտարարեց, որ գնում է կառավարական տնից։ Ըստ ձեզ ինչու։ Անկեղծ ասած, այսպիսի բան է, ես համոզված եմ, որ դա ուղղակի սրտաճմլիկ ինչ-որ սցենար էր, որովհետև ես այսպես եմ մտածում, եթե իսկապես սիրելի հայրենակիցներ, նրանք տարաձայնություններ ունեն եւ այլևս իրար հետ ապրելու հնարավորությունները բացառվում են, իրենք իսկապես բաժանվում են, ապա պատկերացնում եք, չէ, դուք բոլորը շատ լավ գիտեք, չէ, որ Աննա Հակոբյանը շատ ավելի գաղտնիքների է տիրապետում, քան հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Դուք պատկերացնում եք, չէ, եթե իսկապես իրենք բաժանված լինեին, Նիկոլ Փաշինյանը հիմա վախերի մեջ ինձ ցնցումների մեջ պիտի լիներ, չէ որ այդ գաղտնիքները տիրապետում է Աննա Հակոբյանը եւ նա կվախենար Աննա Հակոբյանից եւ Աննա Հակոբյանը այսպես հեշտությամբ չէր թողնի գնար հիմա Նիկոլը պիտի ցնցումների մեջ լիներ հիմա Նիկոլը չգիտեմ քանի տակ բունկերում պիտի լիներ որովհետեւ գաղտնիք տիրապետող Աննան իրենից հեռացել է ես պարզապես համոզված եմ որ դա սցենար է թե ինչ սցենար է չեմ կարող ասել բայց ուղղակի սրտաճմլիկ սցենար է իրենք իրենց համար պլան B, C, D կամ գումարները իրենց յուրացրած գումարները ավելի հեշտ երկրից տանելու, ավելի հեշտ յուրացնելու, ավելի հեշտ հետագայում օգտագործելու նպատակ ունեն կամ չեմ կարող ասել, հասկանում եք, որովհետև սրանց մոտ ամեն ինչ այնքան ցինիկ է, որ ես
չեմ կարող պատկերացնել, թե նրանք ընտանեկան սրբությունները, ընտանիքի մասին գաղափարները ինչքան կարող են տրորել ու ասել, բայց ես ուզում եմ խոսել, եթե խոսքը գնում է Աննա Հակոբյանի մասին, նորից կոռուպցիոն դրսևորման մի կարևոր փաստի մասին։ Ես պարզապես երեք կոռուպցիայի կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հարց եմ տալիս։ Ասում եմ, պարոն Նահապետյան, ըստ էության մեր պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների, հենց հատկապես վարչապետի ընտանիքի անդամների անվտանգության ապահովումը օրենսդրորեն ոչ միայն թույլատրելի, այլ պարտադիր է, բայց օրենքում հստակ գրված է ընտանիքի անդամների, իսկ ընտանեկան օրենսդրությամբ հստակ ձևակերպված է ընտանիքի անդամները, դրանք ամուսիններն են, ծնողները եւ երեխաները, եթե համատեղ են բնակվում։ Իսկ նույն ընտանեկան օրենսդրությամբ հստակ ձևակերպում կա ընտանիք ամուսնությունը համարվում միայն ԶԱԳՍ-ում գրանցված ամուսնությունը։ Լավ, ենթադրենք, հանրությունը մինչև իրենց այս հայտարարությունները չգիտեր, որ նրանք ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն, բայց այդ պետական պաշտպանություն իրականացնող մարմինը, երբ որ որոշում է ստորագրում ապահովել Աննա Հակոբյանի անվտանգությունը, նա այդ որոշման տակ պետք է հիմքեր դներ, չէ՞, այդ ինչ հիմք ա դրել ԶԱԳՍ-ի, ինչ փաստաթուղթ ա դրել, երբ որ այդ մարդիկ իրենք են հայտարարում, որ իրենք ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չեն եղել։ Նշանակում է ի սկզբանե օրենքի խախտում է եղել եւ փաստացիորեն արդեն քանի տարի 7-8 տարի է սրանք իշխանության են պետական բյուջեից անորեն փողեր են ծախսվել, միլիոններ են ծախսվել ոմն Աննա Հակոբյանի անվտանգությունը պահելու համար։ Ինչու՞, ինչ հիմնավորմամբ։ Սա լուրջ կոռուպցիոն դրսևորում է, որի մասին պետք է հակակոռուպցիոն կոմիտեն մտածի, եւ երբ ես նրան այս հարցը տալիս եմ, ասում եմ Տիկին Կյուրեղյան, միգուցե դիմեք հենց պետական պահպանություն իրականացնող մարմնին։ Ոչ, պարոն Նահապետյան, ես հենց ձեզ եմ դիմել, հասկանալով, որ դուք եք կոռուպցիայի հարցերով զբաղվողը եւ դուք պարտավոր եք այդ հարցով զբաղվել։ Եվ հիմա այս ելույթս էլ նաեւ ազգային ժողովի ելույթը համարեք հանցագործության մասին հաղորդագրություն։ Ես հաղորդում եմ, որ օրենքի խախտում է տեղի ունեցել եւ ըստ էության բյուջեից միլիոններ են ծախսվել, ինչ որ մեկի անվտանգությունը պահելու չունենալով որևէ իրավական հիմք։ Այնպես որ չի կարելի այսպես ամեն ինչին նայել մատերի արանքով։ Կոռուպցիա խոսել։ Այսօր մենք ինչ ասում ենք, չէ կարել, ասում են զատո ասֆալտ են կարել։ Մենք ինչ ասում ենք, ասում են զատո ասֆալտ են կարել։ Հիմա այդ զատո ասֆալտը արդեն բարձրանում է գետից ու իրան ծերեսին է խփում։ Ապտակում է իրենց երեսին։ Այդ ասֆալտների վրա մենք միլիարդավոր արտաքին պարտքի մեջ ենք հայտնվել եւ փաստացիորեն այդ ասֆալտը ըստ էության պարզվում է, որ իրականացվել է առանց բիտումի, առանց անհրաժեշտ որակները ապահովելու եւ դրա համար շատ արագ քանդվում է։ Փաստորեն թղթի վրա ամեն ինչ որակով է, թղթի վրա ամեն ինչ ծանրակշիռ ներկայացված է, բայց իրականում որակը չի ապահովել։ Հակառակ պարագայում այդ ասֆալտը այդպես արագ չէր քանդվի։ Փաստորեն ստացվում է, որ բյուջեից միլիոններ, միլիարդներ են տրամադրվել ասֆալտապատմանը, ընդ որում բյուջեում այդ գումարը հայտնվել է արտաքին պարտքի հաշվին, որը նաև իր տոկոսներով հետագայում այդ միլիարդները կրկնապատկվելու են, բայց արդյունքում մենք ունենք քանդված ասֆալտ, այսինքն որակ չունի այդ ասֆալտը եւ հիմնավորում են, գիտեք, մենք ասֆալտապատել ենք եւ այդ ասֆալտը ամեն ինչ արել ենք որակով, բայց ասֆալտը քանդել է, որովհետեւ ձյունը շատ էր այս տարի եւ աղաշ շատ են լցրել, այսինքն իրենք նոր կոռուպցիոն հիմք են իրենց համար սարքում։ Վաղն էլ կտեսնենք թղթերի վրա գրված է, որ օգտագործել են ահռելի մեծ քանակությամբ աղ, որպեսզի ճանապարհները բացեն։ Հաստատիորեն ասֆալտի համար միլիարդները ծախսեցինք, օգուտ չկար, բայց նաև հիմա միլիոններ ենք ծախսելու աղ գնելու համար, որ ձյունը հալեցնեինք, ճանապարհները բացվեին։ Բա կոռուպցիա չի դա ինչ է։ Մենք
խոսում ենք, ես բազմիցս խոսել եմ սիրելի հայրենակիցներ, ակադեմիական քաղաքի ծրագրի փուչիկ լինելու մասին։ Եվ ամեն անգամ, երբ իմ հարցումները տվել եմ տիկին Ժաննա Անդրեսյանին, նա պատասխանել է, որ իրենք այո, մեծ գումարներ են նախատեսել ու ծախսում են արդեն, որովհետև նախագծային աշխատանքները ահռելի ծախսատար գործողություններ են, որովհետև նախագծային աշխատանքը իրենք պատվիրակել են օտար երկիրա, բայց լուրջ կազմակերպության, բնականաբար լուրջ գումարներով եւ հիմա ընդամենը 1 ամիս արդեն 5 տարի է արդեն բյուջեից գումար է ծախսվում այդ նախագծման աշխատանքների համար եւ ընդամենը 1 ամիս առաջ կառավարությունը հաստատում է, որ իրենք հարմար չեն գտնում այլևս շարունակել ակադեմիական քաղաքի կյանքի կոչելու իրենց ծրագիրը այս պահին եւ այդ ծրագիրը թողնում են մինչեւ 34 թվական Հասկանում եք ինչ են անում, միլիոններ են ծախսել, միլիարդներ են ծախսել քաղաքի, այդ ակադեմիական քաղաքի նախագիծը մշակելու օտարերկրյա պատվիրակված կազմակերպությանը փոխհատուցելու համար եւ հիմա ասում են, գիտեք, այս պահին դադարեցնում ենք, այսինքն այդ միլիոնների ճակատագիրը, բա ո՞նց է լինելու, բա կոռուպցիան էլ ո՞նց է լինում, թե փողեր եք լվացել ուղակի նախագծեր մշակելու անվան տակ, բա այլ կոռուպցիան ո՞նց է լինում եւ այսպես խոսում եք կոռուպցիան արմատախիլ անելու մասին, բա դա համակարգային կոռուպցիա չէ, ինչ է, դուք միլիոններ ու միլիարդներ եք յուրացնում բոլոր այդ ձեր ծրագրերից, ակադեմիական քաղաքի ծրագիրը վկա, դուք կոռուպցիա չունեք, հայտարարում եք, բա քաղաքական կոռուպցիայի տարբեր դրսևորումները, սիրելի հայրենակիցներ, SMS-ով ԲԴԽ-ի նախագահին պաշտոնանկ անելը, քաղաքական կոռուպցիա չի, բա ինչ է, իրար լիազորությունների չարաշահում չի, բա ինչ է, SMS-ով падգամավորին մանդատից վայր դնելու պահանջը, քաղաքական կոռուպցիա չի, բա ինչ է, իրենք ըստ էության ինչ են անում, ըստ էության իրենք կոռուպցիայի դրսևորումները ոչ միայն արմատախիլ չեն արել, այլ շատ լրիվ տապալել են կոռուպցիայի դեմ պայքարը, քիչ է, իրենք խրվել են կոռուպցիոն տարբեր ու տարբեր գործարքների մեջ եւ ըստ էության սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ ուզում են, որ վերընտրվեն, որովհետև կոռուպցիոն դրսևորումներով իրենք հարստացել են, որովհետև կոռուպցիոն դրսևորումներով իրենք հիպոթեկային բնակարաններ են ձեռք բերել, տարբեր բիզնեսներ են հիմնել եւ իրենց ախորժակը բացվել է։ Իրենք նոր հիպոթեկներ, նոր բիզնեսների ներդրում են ցանկանում եւ դրա համար իհարկե իրենք ուզում են վերընտրվել եւ բացի այդ վերընտրվել, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ խոստումներ ունեն չկատարած դեռ, իսկ չկատարելու պարագայում իրենք շատ լավ գիտեն, թե իրենց ինչ պատժի առաջ են կանգնելու։ Այսպիսով սիրելի հայրենակիցներ, ես ամփոփելով իմ խոսքը ես ուղղակի ձեզ խնդրում եմ, մենք այլևս այս իշխանություններին հանդուրժելու հնարավորություն իրավունք չունենք։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը երկիր մնա, եթե մենք ուզում ենք, որ մեր Հայաստան երկիրը ապագա ունենա, ապա պետք է անպայման օգտագործենք այս մեր շանսը մասնակցել ընտրություններին, մասնակցել եւ ընտրությունների միջոցով ազատվել այս ապիկար, դավաճան, ոչ ազգային, թրքամետ իշխանություններից։ Մենք պետք է ազատվենք, իսկ դրա համար պետք է անպայման մասնակցենք ընտրությանը։ Ինչու, որովհետև այս իշխանությունները ունեն հստակ որոշակի քանակությամբ իրենց կողմ քվեներ։ Ենթադրենք դա 200,000 է։ Եվ եթե ընտրությանը մասնակցում է 400,000-ը, ապա 200,000-ը 400,000-ի մեջ 50% մանդատ է վերցնում։ Բայց եթե ընտրությանը մասնակցում է 800,000-ը, ապա այդ 200,000-ը ընտրության արդյունքներով վերցնում է 25% մանդատ եւ նրանց հույսը այն է, որ մարդիկ չգնան ընտրության եւ մասնակցության ցածր տոկոսը բարձրացնի իրենց մանդատների քանակը։ Սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք եւ մտածեք միայն այն մասին, որ ձեր չմասնակցությունը դա նույնն է, թե դուք գնաք մասնակցեք եւ ընտրեք ՔՊ-ին ու Նիկոլին։
Իսկ ես համոզված եմ, որ դա դուք չեք անում։ Միայն մասնակցությունն է մեր երկիր ունենալու գրավականը, ընտրություններով սրանցից ազատվելն է մեր երկրի ապագա ունենալու գրավականը։ Ընտրությունները մոտենում են, բայց մենք տեսնում ենք, որ սրան զուգահեռ այս իշխանության ներկայացուցիչները ինչ սանձարձակ կեցվածքով են հանդես գալիս։ Մեկը երեք Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանի մասին խոսեց, ասում թողել եք իր կուսակցությանը տեր կանգնի, Սերժ Սարգսյանին ասում թողնա Վալերիան կախմի, ինքը մերժված է պատմության մեջ մնալու է։ Իմիջիայլոց բուժաշխատողների մասին հեսա դուք խոսեք, երբ որ բարձրաձայնում եք, թե ինչ ահազանգեր են միջեցնում բուժաշխատողները, ԿՊԱ-ականները մեկը եկել են պապայի պատմություններ պատմում, մյուսը եկել էր Ռոբերտ Քոչարյանի օրոք Վագն Ալեքսանյանի մասին է խոսքը, ինչ-որ թոշակների հետ կապված նկարներ էր անում, Այսօր նույնիսկ կադրեր բերեցին, որ այ տեսեք 2000 թվականին, մինչև 2000 թվականը մարդիկ դուրս էին եկել փողոց եւ պահանջում էին թոշակի բարձրացում եւ նշում էին, որ թոշակները ահավոր ցածր են եւ փաստացիորեն սա է Ռոբերտ Քոչարյանի իշխանության պատկերը։ Այդ մարդիկ եւ մյուս падգամավորը Սոնա Ղազարյանը ինձ ի հակադրում ասում էր, որ այո Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք իր ծնողները եղել են բժիշկներ եւ բժիշկները աշխատավարձ չեն ստանում։ Այս մարդիկ նույնիսկ այնքան վերլուծական մտածողություն չունեն, որ հասկանան, որ այս օրինակները բերելով իրենք իօքուտ Ռոբերտ Քոչարյանի են խոսում։ Այո, Ռոբերտ Քոչարյանը երբ որ եկավ իշխանության, այո, թոշակները շատ ցածր էին, այո, բժիշկների աշխատավարձը շատ ցածր էր, այո, ուսուցիչները շատ ցածր էին վարձատրվում եւ որևէ ղեկավարի աշխատանք գնահատելիս պետք է հասկանալ ինքը ինչ է ընդունել իշխանության գալուց եւ ինչ է հանձնել իշխանությունից գնալուց։ Մոռանում են այս մարդիկ, չեն ուզում հիշել այս մարդիկ, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանը հեռացավ իշխանությունից, նրա օրոք արդեն այդ իրենց ասած ցածր 3000-4000 թոշակները 5-պատիկ ավելացել էին, 15000 էր, ուսուցիչների աշխատավարձը 5-պատիկ ավելացել էր, իսկ տիկին Սոնա Ղազարյանին ասեմ, որ բժիշկների աշխատավարձը, որ տարիներով այո կուտակվել էր եւ բժիշկները աշխատավարձ չէին ստանում, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք այդ կուտակված գումարները, այսպես միանգամից բժիշկները ստացան եւ ես ինքս իմ օրինակը բերեմ, իմ ամուսինը բժիշկ է եղել եւ այդ ընթացքում այդ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք իր չստացված կուտակված աշխատավարձերով մենք կարողացել ենք հիպոթեկով բնակարան գրվել եւ այդ կանխավճարը մուծել։ Սա է արել Ռոբերտ Քոչարյանը եւ ելի եմ գրկնում, այս մարդիկ այնքան աչքերն արին կողած, այսպես ասած, ուզում են քննադատել Ռոբերտ Քոչարյանին, որ չեն հասկանում, որ իօքուտ Ռոբերտ Քոչարյանի են խոսում։ Սրանք ընդհանրապես որևէ իշխանության գնահատելու համար պետք է հասկանան ինչ են այդ իշխանավորը ում մասին իրենք խոսում են, ինչ է ստացել իշխանության գալուց եւ ինչ է հանձնել իշխանության գնալուց հետո, իշխանությունից գնալուց հետո։ Հիմա թողեք այս նույն տրամաբանությամբ իրենց գնահատեն։ Սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ, որ եկան իշխանություն, մենք ունեինք 42000 քառակուսի կիլոմետր երկու պետություն։ Մենք ունեինք ազգային պետություն, մենք ունեինք պետականություն։ Հիմա այս պահի դրությամբ դեռ չեն գնացել, ինչ են թողել, արդեն Արցախը հանձնել են, արդեն մեր սուվերեն պետության սահմաններում ադրբեջանական զորքն է, արդեն մեր ռազմաքաղաքական ղեկավարները Ադրբեջանի բերդերում են, արդեն միջազգային հարթակներից այս մարդիկ փորձում են հետ կանչել մեր հայցերը, արդեն այս մարդիկ միջազգային հարթակներից հրաժարվում են ցեղասպանության ճանաչման գործընթացը տարածելուց։ Սա է իրենց գնահատականը։ Այս մարդկանց իշխանության օրոք մենք հազարավոր երիտասարդներ ենք կորցրել պատերազմում։ Այս մարդկանց իշխանության օրոք մենք հազարավոր մահեր ենք ունեցել իրենց ապիկար իշխանության չկառավարման արդյունքում կովիդի ժամանակաշրջանում եւ այս մարդիկ փորձում են թերագնահատել նախ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը։ Հասկանում եք, մարդը այն ասում է, իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում։ Այս մարդիկ
այնքան խոշոր գերան ունեն իրենց աչքերին, որ աչքերն արուն կողած ոչինչ չեն ուզում տեսնել եւ մտածում են, որ իրենց պերաշկիով ու կարկանդակով ու կուկուռուզով մարդկանց աչքերին թոզ են փչելու եւ այդ թոզից խեղդված մարդիկ չեն հասկանալու ովքեր են իրենք։ Ոչ, մարդկանց աչքերը վաղուց բացել են եւ հենց բացել եք դուք ԿՊԱ-ականներ, ձեր վարքագծով, ձեր ելույթներով, ձեր պահվածքով։ Դուք բացել եք թոշակառուի աչքերը, դուք բացել եք մանր բիզնեսով զբաղվողների աչքերը, դուք բացել եք վարորդների աչքերը, դուք բացել եք տնտեսվարողների աչքերը, դուք բացել եք ներդրողների աչքերը եւ բոլորը շատ լավ գիտեն, որ ձեզնից ապիկար դավաճան իշխանություն չկա եւ բոլորը անհամբեր սպասում են այս 2-3 ամսվան, որպեսզի ազատվեն ձեզնից իրենց ընտրությամբ։ Եվ վերջին հարց առողջապահական համակարգի հետ կապված դուք հետևողական աշխատանք եք տանում, խնդրեմ։ Շատ հետաքրքիր է, որ ընդամենը 3 թե առաջին օրը Ազգային ժողովում առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրություններ հերթական անգամ այս հանձնաժողովին որևէ նախագահ չի գալիս եւ հիմա էլ առաջադրվեց Վանիկ Օհանյանի թեկնածությունը եւ երբ ես հարց եմ տալիս Վանիկ Օհանյանին ինչպես է վերաբերվում առողջության ապահովության այս համակարգի այս գործուն մոդելին եւ այդ համակարգում բժիշկների աշխատանքի գնահատմանը Այս մարդը ոչ այսքան ոչ այնքան ասում է, որ բժիշկները շատ լավ էլ վարձատրվում են։ Հասկանում եք ինչ է ասում։ Ինչ է նշանակում բժիշկները շատ լավ էլ վարձատրվում են։ Ինչու այդ նույն Անահիտ Ավանեսյանը որպես նախարար, երբ ստորագրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժ կենտրոնի հիվանդության ծառայությունների դիմաց գնացուցակները Այնտեղ ստորագրում է կոնկրետ ծառայության դեմ, ասենք 20,000, 25,000, 15,000, բայց երբ այդ նույն Անահիտ Ավանեսյանը արդեն ստորագրում է ապահովագրության շրջանակներում այդ նույն ծառայությունների գնացուցակները, արդեն գնահատում է 3,000, 6,000 եւ ընդ որում այդ 3,000-ը, 6,000-ը ոչ թե բժշկին տրվող գումարն է, այլ հիվանդանոցին, բուժկենտրոնին փոխանցվող գումարը եւ առանձին նախագիծ է ուղարկել, որ այդ փոխանցվող գումարի կոնկրետ հիվանդությունների դեպքում 30, 40, 50%-ն է մաքսիմալ աշխատավարձի ֆոնդը։ Ինչ ենք ստանում փաստորեն։ Ստանում ենք 3,000 փոխանցվում է հիվանդանոցին, 3,000-ի 50%-ը դիտարկվում է որպես աշխատավարձային ֆոնդ, այդ 1,500-ի 50%-ը ավագ բուժաշխատողին, 50%-ը կրտսեր ու միջին բուժաշխատողներին։ Եթե հանկարծ այդ միջամտության ժամանակ, այդ բուժական ծառայության ժամանակ բժիշկ եւ, ասենք, ասիստենտ է աշխատում որպես ավագ, այդ 1,500-ն էլ այդտեղ է կիսվում։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, այսինքն եթե դա իրենցն է, ապա 15,000, 20,000, եթե դա ապահովագրությունն է, ապա 750 դրամ, 1000 դրամ։ Հիմա կամ այնտեղ եք խափում, կամ այստեղ եք խափում։ Այսինքն այդ դեպքում ուրեմն այս տարիներով դուք ձեր բուժկենտրոններում ժողովրդին գրփել եք, հա? Ինչի եք բա այդ դեպքում ժողովրդից այդքան մեծ գումարներ վերցրել։ Տիկին նախարար Թե դուք դրա մեջ մասնաբաժին եք ունեցել, ինչի եք նման մեծ գումարներ վերցրել, եթե իսկապես այդ աշխատանքը արժեր ընդամենը 750,000 դրամ։ Իսկ եթե 750,000 դրամ չի այնտեղ ճիշտ եք արել, ապա այստեղ բժշկին էս ինչ էժան աշխատուժի տեղ եք դնում։ Չէ՞ որ դուք դրանով նպաստում եք այն ամենին, որ բժիշկը իր մասնագիտական վերապատրաստման արդյունքում ուրիշ ոլորտ գնա, որտեղ ապահովագրության ծառայությունները չեն աշխատում։ Գնա մասնավոր ոլորտ կամ Աստված մի արասցե նաև արտագաղթի դուք սրանով քանդում եք առողջապահության ոլորտը չէ որ առանց բժշկի ու բուժաշխատողի առանց բժշկի ու բուժքույրի ու նրանց մատուցած ծառայությունների ոչ մի ապահովագրական համակարգ չի կարող աշխատել այսինքն ինչ եք անում դուք թոշակառուին խոստանում եք բուժօգնություն բայց դրա փոխարեն բուժօգնություն իրականացնող բժշկին վճարում եք կոպեկներ ու հզոր ահռելի ծանրաբեռնվածություն չէ որ այս պարագայում այս բժիշկը այդ ծանրաբեռնվածությամբ ու այդ վարձատրությամբ
ոչ անհրաժեշտ որակով աշխատանք պետք է իրականացնի, ոչ թե որովհետև նա այդպես է ուզում, այլ որովհետև նա ուրիշ կերպ չի կարող, նա ստիպված է իր ընտանիքը պահել ձեր առաջադրված կոպեկներով, այդպես եք դուք ասում, այդ ոնց է բժշկին այդ աշխատանքի համար կոպեկներ եք վճարում, բայց միլիոններով դուք որպես նախարար պարգևավճար եք ստանում եւ ասում եք, բա ոնց, բա նախարարը պետք է մոտիվացիա ունենա, որպեսզի արդյունավետ աշխատի, այսինքն բժիշկը մոտիվացիա չպետք է ունենա արդյունավետ աշխատելու համար, ել չեմ հաշվում այդ համակարգի կիրարկման տարբեր, այսօր արդեն ամեն օր նոր հայտ եկող խնդիրների մասին, հիվանդը գնում է ստանում է դեղատոմսը, գնում է մինչև դեղատուն, կարող է մեկ օր, մեկ շաբաթ հետո, պարզվում է, որ դեղատան ասում են, գիտեք, այս քո դեղատոմսի ուժը անցել է, սրա ժամկետը մեկ շաբաթ էր, սրա ժամկետը 10 օր էր, հասկանում եք, դուք այդ պետք է արմեդում գոնե ամեն մի դեղի կողքը, ոչ միայն դեղի ցանկը գրեք, որ դեղատներից, այլ նաև գրեք, թե որ դեղատոմսը ինչքան ժամկետի մեջ է գործածության մեջ, դուք այսօր խոսում եք, դուք գրում եք այս հիվանդությունը, երբ որ այդ հիվանդությունը բացվում է, այսպես ցանկը բացվում է, թե որ բուժկենտրոններն են այդ հիվանդությամբ ապահովագրության շրջանակներում աշխատելու, բայց դուք չեք գրում, թե որ բուժկենտրոնը որտեղ է, մարդը երբ որ փորձում է հասկանալ, թե օրինակ Լոռու մարզում, օրինակ Գյումրիում, օրինակ Արարատի մարզում, որ բուժկենտրոններն են, այդպիսի ինֆորմացիա չկա, սրանք տեխնիկական խնդիրներ են, բայց սպասարկման լուրջ խնդիրներ են, եւ երբ որ մարդը ի վերջո ճշտում է, գնում է հասնում է այդ անհրաժեշտ բուժկենտրոնը, որտեղ ինքը կարող է նման ծառայություն ստանալ, պարզվում է, որ արդեն հերթերը ահավոր մեծ են եւ ինքը պետք է հերթագրվի եւ հերթագրման ժամկետը նշանակվել է 6 ամիս, ընդ որում այս 6 ամիսն էլ ես չեմ համարում պատահական հերթագրման, որովհետեւ 6 ամիս հետո այս ընտրությունները արդեն կայացած կլինեն, հունվարից սկսած, չէ, հունիսին ընտրություններ էին, 6 ամիս հետո ընտրությունները կայացած կլինեն, իրենք ընտրված կլինեն, արդեն կմոռանան իրենց խոստումների մասին եւ վաղ միսօրը կպարզեն, որ ապահովագրական գումարները սպառվել են կամ եթե չեն ընտրվելու, իսկ ավելի շուտ չեն ընտրվելու, այդ դեպքում ինչ պատասխանատվություն, ինչ ապահովագրության նկատմամբ պատասխանատվություն, ինչ հիվանդ, ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով են այս մարդիկ աշխատում եւ երբ որ ես երեք այդ հարցը իրենց բարձրացնում, ասում եմ դուք ոչ մի նորմալ ժամկետ, ոչ մի նորմալ տեխնիկական ծառայություն չեք ներկայացնում, մարդը քաջատեղյակ չէ իր իրավունքներից, մարդը քաջատեղյակ չէ այդ ապահովագրական համակարգի աշխատանքի մեխանիզմներից եւ ավտոմատ դուք իրենց առաջացնում եք խնդիրներ, որոնք ժամկետի մեջ են լուծվելու կամ էլ ժամկետը անց են այդ մարդը ժամկետն անց է դիմելու բուժկենտրոն եւ զրկվելու է այդ ծառայությունից, սա է ձեր տեսակը եւ դուք այո աշխատում եք ԿՊ-ները աշխատում են ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով սիրելի հայրենակիցներ, չխաբվեք ոչ 10,000 դրամ թոշակի ավելացման իրենց այսպես խոստումներից, որովհետև դա ձեր թոշակն է, դա ձեզ հասանելիք թոշակի ընդամենը շատ փոքր մասն է, որ իրանք պարտավոր էին ավելացնելու։ Սիրելի հայրենակիցներ, չխաբվեք ապահովագրական համակարգի այս ներդրումից, այո համակարգը պետք է, այո համակարգը ամենալավ բանն է, որ կարող է որևէ կառավարություն առաջարկել իր հանրությանը, բայց այդ համակարգը պետք է աշխատի ճիշտ կազմակերպված, ոչ թե մարդը գնա հասնի բուժկենտրոն եւ պարզվի, որ ժամկետն անցել է, մարդը գնա հասնի դեղատուն, որ պարզվի, որ դեղատոմսի ժամկետն անցել է եւ հետեւաբար այդ ժամկետների չտեղադրման, ժամկետների մեջ չտեղավորվելու արդյունքում ինքը զրկվի որոշակի օգնությունից, այնպես որ սիրելի հայրենակիցներ, մենք ելի եմ կրկնում, ունենք հնարավորություն մասնակցելու ընտրությանը, մերժելու այս իշխանություններին եւ ընտրելու միայն այնպիսի ուժի, ով նորմալ կարող թիմ է ներկայացնում, ով իրատեսական ծրագրեր է առաջարկում, ով ունի իրենց խոստումները կատարելու կենսագրություն եւ ով
բարձրագույն կրթությունից զուրկ չէ, ով բանակից չի խուսափել, ով բանակում չի ծառայել, նման ուժերին պետք չէ ընտրել, պետք է ընտրել ազգային պետականամետ ուժ, հաշվի առնել ինչքանով են այդ մարդիկ կարող այս երկիրը այս մարտահրավերներից հանելու, ինչքանով են այս մարդիկ առաջարկում իրատեսական ծրագրեր եւ ինչքանով է իրենց ներկայացած թիմը այդ ծրագրերը իրականացնելու կարող եւ ինչքանով է ամենակարևորը ազգային ու պետականամետ, բոլորս դեպի ընտրություններ, բոլորս դեպի ազգային պետականամետ ընդդիմադիր ուժի ընտրություն, հակառակ որովհետև միայն այս պարագայում մենք կարող ենք ունենալ հույս, որ մենք երկիր կունենանք